Հաջորդ հիշարժան դեպքը 2020 թվականին է տեղի ունեցել։ Խոսքը հունվարի 28-ի մասին է։ Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ բանակի արժեքը չիմացող իշխանությունները յուրովի շնորհավորեցին բանակում ծառայած ընդդիմադիր տղաներին եւ հորինված առիթներով հատուկ նշանակության ջոկատի միջոցով հերթով բերման ենթարկեցին բաժիններ։ Արդեն ձերբակալվել էին Արեգ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Կոստանտին Տերնակալյանը եւ ամուսինս ի աջակցություն ընկերների գտնվում էր 6-րդ վարչության դիմաց։ Գիտեինք, որ իրեն էլ են բռնելու, ու բոլորը, այդ թվում ես, Նարեկին հարցնում ենք, թե ինչու է դեռ ազատության մեջ, եւ ի վերջո նրան էր ձերբակալեցին արդեն տան մուտքի մոտ, նույն սցենարով։ Արա չեք ամաչում։ Դավա Նիկոլա։ Նիկոլա։ Մի արա։ Ժողովուրդ մեզ ոչ մի բան չկա։ Թերևս այսօրվա վերջին օրինակը Իքրայի արդեն քրեական գործն է։ Տեսնելով, որ դուստր Փաշինյանի մասին Նարեկի գրառման մեջ քրեական գործ հարուցելու որևէ հիմք չկա, Նարեկին կանչում են հարցաքննության եւ այդ ընթացքում ամուսինս հրաժարվում է ցուցմունք տալ եւ գրավոր ֆիքսում այդ փաստը, ստորագրելով թղթի տակ, որում ասված է, որ ինքը որևէ ցուցմունք չի տվել եւ չի ստորագրում ճակերտավոր իր անունից արված որևէ հայտարարության տակ։ Սակայն այս փաստն անտեսելով հարուցում են քրեական գործ ութ մատնության հոդվածով, որը հետո ստանում է Իքրայի գործ հայտնի անվանումը։ Այս գործն ավարտվեց վաղեմության ժամկետն անցնելու պատճառով եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որ այսօր նստում է կաշառք ստանելու գործով, մոռացավ վճռի եզրափակիչ մասում հռչակել ամուսնուս մեղավորությունը։